Ողջույն բարեկամներ, այսօր արդեն հունիսի 18-ն է, տեսնենք ինչ է կատարվում Հայաստանում և աշխարհով մեկ։ Մինչև հիմնական հաղորդումների ծրագրին անցնել, ես ուզում եմ ձեզ հիշեցնել, որ դուք կարող եք միանալ Patreon-ի ծրագրին, որը կլինի նախ մեծ աջակցություն Ալիքի աշխատանքի, երկրորդն դուք բոլոր տեսանյութերը կարող եք նայել ավելի շուտ, քան դրանք ցույց է տալի YouTube-ը և ամենակարևորը առանց ընդհատվող գովազդների։ Եվ այսպես, իսկ եթե ուզում եք մեկ անգամյա ձեր նվիրատվությունով օգտակար լինել ալիքին կամ բոլոր հնարավոր տարբերակները ներքևում դրված են, այնպես որ խնդրեմ անցնենք այսօրվա դրություններին։ Մի շատ լավ խոսք կա, ասում է երբեք մի կռվիր խոզի հետ, դուք երկուսդ էլ կկեղտոտվեք, բայց նա հաճույք կստանա։ Սա ինչ եմ ասում։ Երևի ձեզանից ցանկացած մեկը, եթե փորձել է ինչ-որ մի բան գրի իր սրտից, որը չի համապատասխանում Փաշինյան Նիկոլի օրվա քաղաքականությանը, իր վրա անպայման զգացած կլինի այն հարձակումների անխնա տարապը, որ մարդկանց ստիպում է խառնվել այդ ցեղի մեջ հաճույք ստացող խոզերի խոսակցությանը։ Ու հասկանում գայթակղությունը մեծ է դրանց իրանց ոչի մեջ պատասխանելուց, բայց վստահ եղեք, որ դուք ոչ միայն իրենց չեք նեղացնում դրանով, այլ հաճույք եք պատճառում, որովհետև դա միակ բանն է, որ դրանք ունակ են անելու, հայոել, լսել հայոյանք եւ փոխադարձ հայոել։ Դու լսենք կարդալ հայոյանից հայոել։ Ես զգացել եմ, թե դրանք ինչ մեծ հաճույք են ստանում այդ process-ից, որտեղ նրանց դա սովորական միջավայրն է։ Իսկ այն ինչ որ Փաշինյան Նիկոլը կարողացել է 8 տարվա ընթացքում, հենց դա է կարողացել ստեղծել։ Կարողացել է ստեղծել մի շերտ, որը հայոյանքից հաճույք է ստանում, եւ դա ամենաօգտակար շերտն է այսօրվա իշխանության համար։ Ես ձեզ հիշեցնեմ, որ սրանից էր օգտվում նաև Ստալինը իր ժամանակ։ Ինքը այդ շերտին հնարավորություն էր տվել ընդամենը մեկ նամակով, ասենց անստորագիր նամակով ապագաներ խորտակել։ Ինքը դրա հնարավորություն տվել էր եւ միլիոնավոր մարդիկ օգտվեցին դրանից։ Միլիոնավոր մարդիկ, որոնք երազում էին ուժ ունենալ, այն կարգի ուժ ունենալ, որ իրենց մի ստորագրությամբ կներեք մի նամակով են էլ առանց ստորագրելու կարողանան նայել թե իրենց մրցակից, ասենք, աշխատավայրում մեկը ոնց է անհետանում կամ իրենց շքամուտքում ապրող մեկի տունը ոնց է դատարկվում, շատ տարբեր են եղել մոտիվացիաները, բայց այս որակի մարդիկ, երբ որ հնարավորություն են ստանում իրենց ճղճմության մեջ վնաս տալու, դուք չեք պատկերացնում իրանք դրանից ինչ մեծ հաճույք են ստանում եւ ոնց են միանգամից օգտվում այս հանգամանքից։ Ես ձեզ պետք է ասեմ անկեղծ, որ ես քաղաքականության, ակտիվ քաղաքականության մեջ եմ առնվազն գոնե 12 թվականից եւ անխնա քննադատել եմ բոլոր գոյություն ունեցող անցած եւ ներկա նախագահներին առ այսօր։ Ես ձեզ պետք է ասեմ, որ մինչեւ 18 թիվը նման պրակտիկա գոյություն չուներ։ Չուներ Սերժը կամ Ռոբերտ Քոչարյանը, հիմա էլ չունեն այն կոնտինգենտը, որ քեզ իրենց քննադատելու համար կամ կարծիք ասելու համար կմտնի եւ փորձի քեզ գցել ես խոզային միջավայրի մեջ։ Սա միայն փաշինյանական էսթետիկայի արդյունքն էր։ Ես ընթացքում դրա մասին դեռ խոսալու եմ։ Ասորից տեղեկացրեցին, որ Պարուս Սևակի տունը ջալոս իր հիշատակի օրն է։ Պարուս Սևակի դպրոցը, այն դպրոցը, որ ինքը գնացել է, վտանգի տակ է, ուզում ենք քանդեն։ Թերևս այդ դպրոցը պետք է դառնալներ թանգարան, ինչ-որ մի ուխտատեղի, այնտեղ կազմակերպվեին չգիտեմ գրական երեկոներ, ինչ-որ հավաքներ, վերջը դա Պարուս Սևակի դպրոցն է, որտեղ ինքը գնացել է։ Բայց չէ, ոչ մի սրբություն պիտի չմնա։ Մարդկանց հիշողության իրենց արժեքների հետ կապող ոչ մի կամուրջ պիտի չմնա, ամեն ինչ պիտի այրվի։ Սա է պահանջում այսօրվա թուրքական կառավարությունը, իսկ իրենցից թե ովքեր են պահանջում, մենք ընդհանուր ընթացքում անպայման խոսելու ենք։
Ի վերջո Սամվել Կարապետյանից լսեցինք այն, ինչ որ 10 օր արդեն սպասում էինք, այն մեր բակի մեջ հիշում եք այն աղջիկը, որ գոռում էր ասում էր, չէ, Մկոին ասում էր, նու գավարի, Մկո, գավարի, հա, տեսնենք ինչ ասում Սամվել Կարապետյանը։ Ես հայտարարում եմ ընդդիմադիր ուժերի համախմբման process, քանի որ մենք այդ սխալը թույլ տվեցինք ընտրություններից առաջ, շատ ընդդիմադիր ուժեր, որոնք միգուցե ազնիվ պայքարում էին, բայց գերագնահատեցին իրենց ուժերը, շատ ընդդիմադիր ուժերի հետ մենք չկարողացանք պայմանավորվել, դրա համար հիմա շատ կարևոր է մեր երկրի եւ ժողովրդի համար այս համախմբումը։ Ինձ թվում է այն ընդդիմադիր ուժերը, ում համար թանկ է մեր երկիրը, կարձագանքեն եւ մենք անպայման կստեղծենք հետընտրական ընդդիմադիր կոալիցիա։ Ես առաջարկում եմ ստեղծենք համակարգող խորհուրդ, ուղիղ եթերում շփվենք, բոլոր խնդիրները մեր ժողովրդին բացահայտենք, ճիշտ քննարկումներով, դիմելով մեր ժողովրդին, հասկանալով որն է ճիշտ, գնանք այդ քայլերով։ Ես Սպասված, երկասպասված ճառեր, ստեղ ամենակարևոր բառը գիտեք որն էր, որ մենք սխալ ենք թույլ տվել, ականջներից չեմ հավատում, քաղաքական գործիչ, իհարկե կներեք Սամվել Կարապետյանը քաղաքական գործիչ չի, բայց ինքը ամեն դեպքում քաղաքական գործիչի հայտ է ներկայացրել, ընդունենք արդեն որպես քաղաքական գործիչ, որը քաղաքական հայտարարություն անում եւ ասում է մենք սխալ ենք արել, հալելույա, այս մենք սխալ ենք արել, մենք սխալ ենք եղել, ասեն երկրորդ անգամ այս տարվա մեջ լսում եմ ընտրություններից հետո, առաջին անգամ լսեցի Պետրոսի մոտ ասեց Դեմեմից Սպարտակ Գյուլերյանը, ասեց մենք, այո, մենք սխալ ենք ունեցել, ասում սխալ ենք արել, ինչու մի բան սխալ ենք հաշվարկել, հա։ Այս էլ երկրորդ դեպքն է, հույս ունենանք, որ այլևս չենք զարմանա, երբ որ քաղաքական հայտ ներկայացած անձինք կասեն սխալ ենք հաշվել, սխալ ենք եղել, թերացել ենք եւ այլն։ Ինչի մասին է սա։ 10 օր, 11 օր ուշացումով, բայց ես կարծում եմ դեռ ամեն ինչ կորած չի, որովհետև արշիվում կա սահմանադրական դատարանի process, դատական process եւ դատելով Փաշինյան Նիկոլի հոգեվիճակից, ես կարող եմ ասել, որ այդքան էլ իդեալական չի իր մոտ իրավիճակը, մեղմ ասած իդեալական չի իրավիճակը եւ չկա այդ վստահությունը, այդ հանգստությունը, որ ինքը հաղթել է այս ընտրությունը։ Ես մեղմ եմ ասում, էլի որ չկա։ Իրոք չկա, եթե չասեմ հակառակը, ավելի շատ պանիկա կա, ավելի շատ ցայտնոտային վիճակ կա, քան հենց զուտ հանգստություն։ Իսկ ինչ անում Փաշինյան Նիկոլը հիմա։ Ես որոշել ընդհանրապես դրան չանդրադառնալ, բայց դե քանի որ process-ները շարունակվում են, ինչ անում, այն ինչ որ ինքը կարողանում անի։ Ինչ է կարողանում ինքը անի, ինքը ստեղծեն խոզերի այն շերտը եւ բավարարի իրենց համար այն կարևոր նյութը, որ իրանք սիրում են։ Հա, ինչպես անում էր Ներոնը, ասում հաց եւ տեսարաններ, իրենց քինքին հատուկ բառապաշարով, լեքսիկոնով, մի խոսքով ինչ որ կարող է անի։ Միջև տեսնենք այս խաղը Թրամփ ու Պուտինը ոնց են ավարտում։ Ես կարծում եմ այս խաղի ավարտը սենց է լինելու մոտարապես։ Թրամփը ձեռակ հաշելու, որտեղ ինքը անելիք չունի այս տարածքում, ձեռակ հաշելու։ Ու ինքը արդեն մեծ հաշվով հայտարարել է դրա մասին։ Ինքը կարող է նույնիսկ չհասցնի բան ստուգել, միջև 19 բան ստորագրել, ինքը կարող է միջև 19 զարգին կանչել, ասեն արի քեզ իմպիչմենտ ենք արել արդեն, բայց էական չի, ով ուզում է լինի, չի կարողանալու կանգնացնել այն process-ները, որոնք կա Իրանի նկատմամբ։ Իսկ թվում է այս խաղի մեջ հարվածը խփելու է, գոլը խփելու է Փաշինյան Նիկոլի գլխով հենց Պուտինը, որովհետև Թրամփը զիջելու է այստեղ։ Այո։ Լսենք սա։
Հայրենակիցներ մի հատ կարճ բան եմ ուզում ասել, մասնավորապես սա Նիկոլին պաշտպանողներին է վերաբերվում եւ նիկոլականներին։ Նայեք այս սկրինը, ինչա տեղի ունեցել Կալիբր Ազ կայքը, որը ողջ 44 օրյա պատերազմին հակահայկական արշավ է տարել եւ Արցախին դեմ, որտեղ հրապարակվել են մեր զինվորների կտրված վզերը, որտեղ բոլոր դաժանությունները հրապարակվել է։ Այս կայքը հիմա մտահոգություն է հայտնում, որ Նիկոլս, ավելի ճիշտ իրանց Նիկոլը, ադրբեջանցիների, չունի սահմանադրական մեծամասնություն խորհրդարանում եւ չի կարող իրենց պատվերով փոխել սահմանադրությունը։ Ու ինչա տեղի ունենում։ Գալիս է ՀՀ նախագահ Ալեն Սիմոնյանի մաման ու սկսում է պաշտպանել Նիկոլին, հանգստացնել ադրբեջանցիներին, որ տեսեք, Բարգավաճ Հայաստան կուսակցությունը այլևս խորհրդարանում չի եւ իրանց բանդատները գալիս է մեզ։ Այդ մեզն էլ իր տղենա մեկ է ադրբեջանցիները, էլի։ Գիտեք ինչն է ամենահետաքրքիրը, ես երաշխավորում եմ։ Հիմա այս տղեն, եթե փակել է իր կոմենտների բաժինը, լավ է, եթե չի փակել, ուրեմն այս նորության համար, փաստի համար, ինքը կարժանանար մի քանի հազար հայոյանքի առնվազն։ Թուրք, ռուս, խոզ, ինչ ասես, համեմված, իրանք չեն նայում փաստի։ Այսօր ինձ խնդրել են դրանց այն նախիր չասեմ, երևի ով խնդրում էր ինքը նախիր ունի, մտածում է իր նախիրը ավելի լավն է, քան դրա հետևորդները։ Ասես որ դրանց ասեմ ամբողջ, լավ, ասեմ ամբողջ, այդ նախիր չեմ ասի։ Այդ ամբողջին ոչ մի չի հետաքրքրում։ Բացարձակապես հիմա այս տողերն են, ստեղ էլ որ նայեն, չեն ասի, որ սա փաստ է, չեն ասի, որ այս կայքն էլ ադրբեջանական, ու այդ ինչ որ կա ռեալ է, սան անդրադարձել է, բայց ոչ այս մանրամասնության, հա։ Երբ որ այս Ալինի գրացնել է, մոտ գրացնել է դա իրականություն, այսինքն Հայաստանի կառավարության անդամների ընտանիքները ադրբեջանցիներին հանգստացնում են, որ մի անհանգստացեք, մենք երկիրը տալու ենք ձեզ։ Մենք երկիրը տալու ենք ձեզ։ Հիմա տեսեք абսուրդը ինչու՞ն է կայանում, որ երկիրը թուրքերին չտալու process-ը կարող է կանխի Գագիկ Ծառուկյանը մի քանի տասնյակ ձայնով։ Հələ նայեք абսուրդը։ Այսինքն մենք հիմա, ովքեր մտահոգ է երկիրը հանձնելու համար, պետք է սկսի աջակցել Գագիկ Ծառուկյանին անկախ մեր ցանկությունից, որ չկարողանան սանք երկիրը հանձնել ադրբեջանցիներին։ Այ մենք ստեղ ենք հասել այդ абսուրդը, էլի, որ ու մենք նստած նայում ենք, թե գոլը ով է խփելու այս երկուսից։ Ու մտածում ենք այս պարագային կարծես թե հենց Պուտինն էլ ուզում է խփի, որովհետև Տրամպը զիջում է հարվածի իրավունքը։ Մենք ես դառել ենք մեր ճակատագրին կողքից նայող, որովհետև ամեն դեպքում սրա գործում ենք։ Ասում եմ կալուգացի օրենքա Ռոբերտ Քոչարյան, բան, այն մեկը, Բելարուսը ջախջախելու են, անհատապես ջախջախելու ու իրանց շոշափուկների և մետաստազների ջախջախելու եմ հասցեական բոլոր հնարավոր միջոցով։ Հասկանում եք, որ ընտրությունն ավարտվել է, քվեարկությունը սենց ասեմ, բայց կրքերը չեն հանդարտում, գիտեք ինչի, որովհետև սա կիրք չի, սա ապրելաձև է, սա միակ բանն է, որ սա կարողանում է անի, հասկանում եք, միակ բանը, որ սա կարողանում անի, սա է։ Առաջիկա մեր քաղաքական առանցքային օրակարգը չի կարող լինել այլ բան, քան պատերազմի եռագլուխ կուսակցությանը բառից բուն իմաստով ունեզրկելը։ Սրանք պետք է հացին կակա ասեն։ Թերորդ տարին է, սա պետք է լինի քաղաքական միակ օրակարգը, չի կարող ուրիշ բան լինել։ Դե մենք այս վիճակին ենք, ժողովուրդ ջան, մի զարմացեք։ Գիտեք ինչու՞մն է, որ այս ամեն ինչը նորմալ համարողներ կան։ Նորմալ է, սա իրենց համար նորմալ է, որ 8-րդ տարին է, սա կլինի 9-րդ տարին է արդեն, սա քաղաքական միակ օրակարգն է, ու դրանից առաջ չեն գնում։ Ու նույն խոստումներն է, նույն բանն է, հիմա ստեղ են ասում, եթե դրանք որ մտքներով չանցնի այլևս ընտրակաշարք բաժանել։ Սա է։ ընտրակաշարքա բաժանել, հանցագործել չէ, նշանակում է վերջ, այս ընտրությունները էլ լեգիտիմ չեն։ Չեն ու չեն։
Եթե ընտրակաշարքով ձևավորված խորհրդարանն է, դու չես կարող ասել, լա իրանց ձայները լեգիտիմ չի, մերը լեգիտիմ է։ Վերջ։ Բայց ողբերգությունը էլի ասեմ ինչ ունա, քանի որ Հայաստանում չկա օրենք, որ կասի վերջ։ Շատ բաներ հենց այս մարդկային հարաբերությունների դաշտում է, եւ դու պետք է նստես սրան ընտրողին բացատես ասես ընկեր կամ ընկերուհի, եթե ընտրությունների ձայները ստացվել են կեղծիքով, կաշառքով, նշանակում ամբողջ ընտրությունները անվավեր է։ Ինքը ձեզ ամենայն հավանականությամբ գիտեք ինչ պետք է ասի։ Այդ նրանք են ստացել, ԿՊԻ-ցաներին դա չի վերաբերում։ Այն ինչ որ ինքը արել է, այդ խարդախությունները, այդ 8-ից հետո քվեարկությունները, լույսերի անջատելը, դա նոր ոչինչ, ոչինչ։ Այդ Իրանն է, ինչ որ գրել է, տարել է, փախտրել է, 10%-ը հաշվեց արդեն հաղթանակ էր համանում։ Այդ ամեն ինչ իր համար նորմալ է, բայց չէ, ասում եմ նայենք։ Այն ռուս, ուրեմն դու ռուսաստրուկ ես, ռուսամոլ ես, դու Պուտինի մարդն ես, ու ստեղը դու չես իմանում ինչի հետ խոսես։ Ոչ թե ում հետ, ինչի հետ։ Մարդ ինչ որ մեկը, որ իր կանխակալ կարծիքը քեզ ապացուցելու համար ամեն ինչի պատրաստ է։ Ես ուզում եմ այս մասին մի քիչ առաջ ընկնել եւ մի տեսանյութ ձեր ցույց տալ, էլի։ Մեզ այս մասին հետաքրքիր բացատրումը դարի կարևոր գլուխներից մեկը, մտածողներից մեկը։ Խոսքը այդ Յուվալ Նոհայի մասին է, հրեա է։ Ազգությամբ հրեա։ Ինչ է ասում, ինքը դարի ամենաերիտասարդ, բայց ամենափայլուն գլուխներից մեկն է։ Բազմաթիվ աշխատությունների փիլիսոփայական եւ գրականության հեղինակ է։ Գործերում է գրած։ Essentially, war is an attempt to deny reality, to destroy reality. Ինչ ասում եմ, պատերազմը ընդհանրապես ինչի համար, ասում եմ, դրանք նախատեսված են իրականությունը փոխելու համար։ Հիմա այն ինչ որ Հայաստանի դեմ իրականացումը, դա էլ պատերազմ է, Փաշինյան Նիկոլի կողմից իրականությունը starts in the mind. You have there is something in reality that your mind cannot accept. Ասում եմ, կա մի հատ իրականություն, որ քո գլուխը չի կարողանում ընդունել։ That your mind cannot contain. It could be the Palestinian people, it could be the Jewish people, it could be that Ukraine is an independent nation and not part of Russia. Ասում եմ, ինչ ասես կարող լինի, պաղեստինցիները կարող լինեն, հրեաները կարող լինեն, ուկրաինացիները կարող լինեն, որ մարդը չի ուզում այդ իրականության հետ հարմարվել։ So in the mind of someone like Putin or like Netanyahu, there is a part of reality that just the mind can't accept. Ասում եմ, այսպես Պուտինի եւ Նետանյահուի մոտ, ասում եմ, նրանց ուղեղը չի ուզում ընդունել, որ այն ինչ որ կա, դա իրականությունն է, որ Ուկրաինա կա, որ Պաղեստին կա։ Ինչ որ ինքը հրեա է եւ ավարտել է հենց Իսրայելի Jewish Academy։ Ինքը հրեա է, ընդեղ էլ ապրում է։ Բայց ինքն ասում է, որ այս մարդկանց մոտ եւ ընդհանրապես այս տեսակի մարդկանց մոտ խնդրեմ կա։ Իրանց ուղեղը չի ընդունում իրականությունը, փոխանակ իրանք վերանայեն։ Իրականությունն են ուզում փոխեն, եւ ամենավտանգավորը գիտեք որն է, որ հաճախ այդ մարդիկ իշխանություն են ունենում ու փոխարեն իրանք ընդունեն այս իրականությունը, այն ինչ որ կա։ Չէ, իրանք ունեցած ուժի եւ հնարավորությունների շրջանակներում անպայման ուզում են իրականությունը համապատասխանել համապատասխանեցնել իրենց պատկերացումներին։ Հիմա վերադառնանք սրան։ Եթե դուք բացատրեք, որ լսեք, տես ինքն էլ ասում կաշառքներով է։ Տես արձանագրվել է, նույնիսկ Հայաստանի դիտորդական խմբերն են ասում, որ խայտարակ ընտրություններ էր, խայտարակ։ Ոչ մեկ չի կարողանում թաքցնել այս հանգամանքը, որ խախտումների քանակը եւ հետապնդումների քրեական հանցագործությունների, ծեծի, ջարդի, պարտադիր բաց քվեարկությունների խփելել այդ մարդիկ, որոնք չեն ուզում իրականությունը ընդունել, իրանք հնարավորինս իրանց ուժերի մեջ փոխելու են այդ իրականությունը։ Ով ինչքան հնարավորություն ունի։ Մեկը կարողանում է դատարանով անի, մեկը կարողանում է գոռալով անել, մեկը ոչ մի բանով չի կարողանում անի, քվուր է տալիս։ Հասկացեք։ Դե հիմա նստի դրանց հետ ու ստեղ ասի։ Դուրս բաներից խոսա։ Ինչ ոնց կարաս այդ խոսա։ Նիկոլ Փաշինյանի Այս էլ մատ լսեք, ես ընդհանրապես շեդևր է, մատ ինձ ասեք ով է սան ճանաչում։ Եթե հանկարծ Նիկոլ Փաշինյանի Արայիկի
իրանց գլխից մաս պակասեց, լավ հիշեք, այս ինչը որ ասում եմ պրոստը խոսքեր չի, եթե իրանց գլխից մաս պակասեց, չենք փնտրելու կոնկրետ ով է արել այդ բանը, չենք փնտրելու կոնկրետ ով է արել այդ բանը, եթե հանկարծ մաս պակասեց, հերթով ձեր տներն ենք մտնելու ու ձեզ մորթելու ենք կոնկրետ, լսակ, մենք չենք ման գալու ով արեց, ով չարեց, կոնկրետ, եթե հանկարծ Նիկոլ Փաշինյանի կամ Արայիկի հետ կապված մի հատ դավադիր բան արեցիք, իրանց գլխից մաս պակասեց, լավ իմացեք, այնքան մարդ է հավաքվելու, դա ես գարանտիա եմ տալիս ձեզ, ձեր տները բլելու ենք, տեսնես հիմա այս տղային Նիկոլը բանտ նետել է, ասկի կեսին հատ տալի, որ ձեր տները կվարեմ, ոնց կարող լինի, չէ որ Նիկոլա պաշտա, Հետո կմորթեմ, կմտնենք, կվարենք, հետնել ձեզ կմորթենք, հիմա ինձ խնդրում եմ, ով ճանաչում ես կենթանուն, հա, գրեք, ով ասա, եթե միջև վաղը սրան, ձերբակալած, են գլուխը սենց ասվալտին կսելով, նկարած, չտաղա, նշանակում է, այդ աղացը կոչված է, ինքն էլ կազմակերպել է այս տեսանյութը, եթե չգտա միջև վաղը, դեմքն էլ կա, ամեն ինչն էլ կա, եթե միջև վաղը չգտա, նշանակում է այս հենց ԱԱԾ-ն էլ կազմակերպել է, թե ում է վախացնում, չգիտեմ սրան, բայց ես հիշացնեմ 20 թվականի նոյեմբերի 10-ի գիշերը, սենց մի հատ տեսանյութ, այս բանը, տականքը, որ փախե մտել այս բունկերը, Արցախը ծախելուց հետո, սենց միանակ տեսանյութ նկարել էին ինչ-որ միտեղ, որ ինչ-որ տղեկ գալիս են, Նիկոլի բանին կանգնեն անգը, թասբին կան, թիկունքին կանգնեն, որ Նիկոլին չհոշոտ են Երևանում, ամեն անգամ հենց որ, սրա գլխին Դամոկլյան սուր է կախվում, սա լինել չլինելու, այս մի հատ բան է գնում, էֆիր է գնում։ Հիմա ԱԱԾ, տեսեք ինչ եմ ասում, սա ձեր վզով է մնացել։ Ես ասում եմ, սա դուք եք կազմակերպել։ Եթե դուք չեք, վաղս այն պետք է բացահայտեք ու ասում եմ, նկարեք, ոնց է գլուխը ասֆալտին քսելով, այսպես տանում ԱԱԾ պատվան։ Սամվելը ընդամենը Կարապետյան ասել էր մենք մեծ ձևով կանենք, ոչ մի բան չէր ասես մարդը, ասում եմ մտնել ենք ձեր տներում, ձեզ մորթենք, քանդենք, բլենք ձեր տները, ու կոնկրետ չէր ասում սկի ու։ Դա հասկացի։ Ում։ Ու ով ասա։ Հասկանում եք ուր է հասել։ Ատելությունը, թշնամությունը հասկանում եք ուր է հասել։ Ես ձեզ ասում եմ։ Ու սա պատմությունն է։ Ոչ Սերժի, ոչ Ռոբի ժամանակ, ոչ Լևոն, սես բան չի եղել։ Ոչ մեկ սես բան չէր կարող ասել։ Չէր կարող իրան թույլ տալ։ Այն ժամանակ ԱԱԾ-ն սես միջոցառումներ չէր անում։ Երևի շատ է վախեցած Նիկոլի համար, սես բաներ անում։ Դե ես տենամ վաղը բացահայտած սրան։ Եթե չէ, ես կրկնում եմ, սա դուք եք կազմակերպել։ Փաշինյանը տեսնելով, որ այն միջոցները, որոնք նա ձեռնարկում է Սամվել Կարապետյանի դեմ, մասնավորապես ազատազրկումը, չեն ապահովում, բավարար չեն իր սահուն վերարտադրության համար, դիմում է նաև այլ միջոցների։ Մասնավորապես նա ընտրություններից 2 ամիս առաջ փոխում է ընտրական օրենսգիրքը միայն մի նպատակով, որ քվեաթերթիկներում չլինի Սամվել Կարապետյանի անունը։ Բայց դա էլ բավարար չէ, նա հանդես է գալիս հրապարակային սպառնալիքով, որ նա այդ գործարարին կդարձնի բոմժ, կսննգացնի։ Դա ոչ այլ ինչ է, քան հրահանգ իր ձեռքի տակ, իր գրպանում գտնվող դատախազներին, քննիչներին եւ դատարաններին, որպիսի նրանք ձեռնարկեն քայլեր եւ հաստատ նրանք ձեռնարկելու են, տասնյակ մարդիկ վազվզելու են հետևի թաթիկների վրա, որպիսի կատարեն Փաշինյանի այդ հրահանգը, ինչպես որ դա եղել էր անցած տարվա հունիսին, երբ նա ասաց. «Այ դու հիմա կտեսնես պետության համը ստահակ, երբ Կարապետյանը պաշտպանել էր ընդամենը հայ առաքելական եկեղեցին»։ Այն ժամանակ էլ նրա սպասարկող անձնակազմը իդեմս քննիչների, դատախազների եւ դատավորների կատարեց պետության առաջին դեմքի հրահանգը։ Այսինքն ապօրինությունը, ինքնիրավչությունը շարունակվում է եւ խորանում է
եւ ոչ միայն այս դեպքում, այլև շատ այլ դեպքերում ռեպրեսիաները անդիմադիրների նկատմամբ հիմա ավելի են սաստկանալու, որովհետեւ Փաշինյանը տեսնում է, որ հեշտ վերարտադրություն չի լինելու։ Շատերը ասում են, թող ինչ ուզում է անի, միայն թե մենք ինքնիշխան լինենք։ Ինքնիշխանությունը ենթադրում է, որ դուք չեք կատարում այլ երկրների հրահանգը։ Մասնավորապես, երբ այլ երկրից հրահանգում են ձեզ, պահանջում են ձեզանից, որ դուք փոխեք սահմանադրությունը, դուք չեք փոխում։ Եվ այլն, չթվարկենք ինքնիշխանության տարրերը։ Բայց ես կարծում եմ, Հայաստանի դեպքում ինքնիշխանությունը ենթադրում է նաև ժողովրդավարություն եւ օրինականություն։ Եվ կարևոր չէ, թե ով է խրախուսում ապօրինությունը՝ Պուտինը, թե ինչպես տվյալ դեպքում Եվրամիությունը, Ուրսուլա ֆոն դեր Լայենը կամ Կայա Կալասը։ Հիմա նրանք են խրախուսում Փաշինյանի իրենց շահերից ելնելով, նրանք խրախուսում են Փաշինյանի ապօրինությունները։ Իսկ երբ որ ապօրինությունները կատարվում են ինչ որ մեկի խրախուսելով, դա ես վստահ եմ սահմանափակում է քո ինքնիշխանությունը։ Այսօր այդ Եվրոպա, Ռուսաստան այս թեմայի մեջ ենք խոսում իմ բարեկամներից մեկի հետ։ Ասեցի արդեն իմ համար արդեն էդի անտանելին է լսել այս խոսակցությունները Եվրոպա թե Ռուսաստան, Ռուսաստան թե Եվրոպա, փայլուն բան ասեց իրոք ասեց հələ պետք է ճշտել Եվրոպան ուզում է գնա Եվրոպա։ Հələ Եվրոպան պետք է գնա Եվրոպա։ Ասիրոք որտեղ այն ինչ որ կա այդ Կայա Կալաս Ուրսուլա ֆոն դեր Լայն, եթե դա է Եվրոպան, մենք չենք գնում Եվրոպա, մենք ընդեղ անելիք չունենք։ Ու թող մեր ականջները խնայեն այդ չեմ ուզում դրանց որակեմ էլի, էլ անունը չտան Եվրոպայի։ Իմ համար արդեն դա նույնքան մերժել է, ինչքան Ռուսաստանը։ Նույնքան։ Հələ այս պարագայում փաստացի Պուտինը այն ֆուտբոլիստը հիշում եք այն նկարի մեջի։ Հա։ Այս գոնե խայտարակ ընտրությունները չի շնորհավոր է։ Միշտ ինքն է, չէ՞ առաջի խայտարակ ընտրությունները շնորհավորողը։ Հետո նոր գալիս են եվրոպացիները, դե լավ ասում են, դե դուք բանանային երկիր եք, ձեզ կապիկներից համար էսել է լավ, մի խոսքով մի քայլ առաջ եւ այլն եւ այլն։ Այս անգամ չի շնորհավոր է։ Չի շնորհավոր է ու ես վստահ եմ, որ Սամվել Կարապետյանի այս նախաձեռնությունն հենց այդ չշնորհավորելու հետևանքն է։ Ու քանի որ նորից եմ ասում, այս խաղի մեջ Թրամփը զատնի է դրել արդեն, չկա չի խաղում ինքը։ Գնդակը մնացել է Պուտինի դաշտում։ Հենց որ Փաշինյան Նիկոլի համար ես վատ նորություններ ունեմ, շատ վատ։ Եթե հրավեր լինի, ես այս գլխից ասում եմ, ես գնալու եմ Բաքու։ Հետո ասում եմ, վայ, Ադրբեջանի բան եկել է Դիլիջան։ Եթե հրավեր լինի, ես այս գլխից ասում եմ, ես գնալու եմ Բաքու։ Գիտենք։ Մենք գիտենք, որ գնալու ես Բաքու, երկինել ես տալու Բաքվի, մենք այդ ամեն ինչ գիտենք։ Թոքո ամբողջ իմանա, տեսեք չասեցի նախ։ Թոքո ամբողջ իմանա, չնես քո ամբողջի համար էլ է մեկ, դու կգնաս Բաքու, թե չես գնա Բաքու, իրաց համար բոլորովին մեկը, դու ինչ ես անում, արդյունքում ինչ կլինի։ Քանի դեռ իրանց գրպանին իհարկե չի խփել, էլի, որտեղ ես հիմա վստահ եմ, այն լացուկոցը, որ կանգնած է հիմա գյուղերում, պատկերացնում եք, մեր գյուղացիները զրկվել են այս տարի 1 միլիարդ դոլարից։ 1 միլիարդ դոլարից գյուղացիները 1000 միլիոն դե հաշվեք քանի տնտեսություն կար եւ քանի այդ ամեն մեկը քանի միլիոն պետքա եկամուտ ունենա, հələ դա էլ բաժաներ իր աշխատողների, տեսեք ինչ թիվա գնալու Հայաստանի բյուջեից չէ, մարդկանց գրպաններից, պլյուս բաժկերը, պլյուս դրանց ծախսերը։ Մենակ մի շիզոֆրենիկի պատճառով հարցը ստեղ Ռուսաստանը չի։ Հարցն է, որ դու քո վերարտադրվելու համար դու թքած ունես այդ հետևանքների, հայտարարությունների, քաղաքականությանը։ Մենակ դու կարողանաս մարդկանց ահաբեկելով աթոռ ստանաս, բայց այս անգամ ոնց որ թե դու ավելի շատ վնաս տվեցիր ինքդ քեզ, քան օգուտ։ Վերջում գիտեք ինչն է պարզվելու, որ չնայած այս բոլոր վնասներին, որ ինքը տվեցի իրան մարդկանց, ինքը կախշուն է մնալու, լեգիտիմ չի լինելու։ Իսկ եթե այսօր գնում են արդեն միավորման ճանապարհով, ես չգիտեմ, ընդդիմադիրներից քանի հոգի կմիավորվի ոնց, նույնիսկ դա էլ կարևոր չի։
Կարևորը որ իրան գնան միավորման ճանապարհով, դիմեն սահմանադրական դատարան ու անպայման չվերցնեն մանդատները։ Ու այս ամբողջ ընթացքում են բոլոր 27 երկրները, որոնք սրան շնորհավորել են, ես այսօր բացել եմ, հաշվեցի 25 թե 27 երկիրը շնորհավորել սրան։ Հա։ Ու այդ 27 երկրները հերթով զանգեն ներողություն խնդրեն հայ ժողովրդից, ասեն մեզ սխալ են զեկուցել։ Սա մեզ խաբել էր։ Այս հիվանդին տեսեք սա դին։ Սա մեզ խաբել է, սա մեզ ապուշի տեղադրել։ Հա։ 27։ Իսկ բանով աշխարհի վրա շատ ավելի շատ են երկրներ, էլի։ Ճիշտ է, կարևորները հիմնականները շնորհավորել են։ Հա։ Բայց հերթով պետք է զանգեն ներողություն խնդրեն հայ ժողովրդից։ Եթե չզանգեն ներողություն չխնդրեն, միևնույն է, սա մնալու է կաղ բադ են ասում, բայց ես շուն ասեմ, էլի։ Այդ ֆունկցիաների մեջ։ Իսկ եթե որոշված է, որ պետք է սրա նեյտրալիզացնել, ուրեմն իմացեք։ Թրամփը չի պահել։ Չի պահելու կամ պետք է այսի վազի Մոսկվա, որը ամենայն հավանականության մեջ չի ստացվում, որովհետև արդեն պետք է սա հայտարարել է, չէ՞ որ գնալու է։ Չի ստացվում էլ գնալը։ Դրա փոխարեն ինքը բանին է ուղարկում։ Իր արդարադատության նախարարին է ուղարկում։ Իր արդարադատության նախարարին է ուղարկում, ինքը չի գնում։ Ոնց գնա միտեղ, որտեղ իրան չեն կանչել։ Իսկ հիմա տեսնենք Թուրքիայում ինչ է կատարվում մեր մասով, նայենք։ Սելով այն ինչը Թուրքիայելու հայկական թևի առաջին գործընկերը ազգայնամոլական եւ հայատյաց գորժ գայլերի քաղաքական թևի առաջնորդ Դևլետ Բահչելին, որի տուն Էրդողանը բարբերաբար գնում է թեյելու, հայտարարություններ է արել Հայաստանի տարածքի մասին, բարձրորոշ ասելով այն ինչը թուրքերն այս փուլում նպատակահարմար չեն համարում հայտարարել Էրդողանի կամ Ֆիդանի մակարդակով։ Բահչելին թուրքական պետության եւ քաղաքականության մեջ Էրդողանի ֆիգուրներից մեկն է։ Zengabur dedik ama artık adını doğru koyalım. Bu hat Turan koridorudur. Զանգեզուր էինք ասում, հիմա արդեն իրական անունը տանք, դա Թուրանի միջանցքն է։ Turan koridoru Kars'tan Türkistan bozkırlarına uzanan Թուրանի միջանցքը պատմական եւ մշակութային դարպաս է դեպի ապագա, որը ձգվում է Կարսից ծոցից մինչև Թուրքմենստանի Հիմա ես առաջարկում եմ Նիկոլի ամբոխին, ասեք նախի չասեցի, Նիկոլի ամբոխին մտնի սրա չաթ ու սկսի հայոյել, որտեղ ես երեք որ ասեցի, արդեն սրանք պահանջում են եւ ասում են հանգարց մտնելով այդ չանցնի մեզ մերժեք, դա կդիտարկենք որպես արկածախնդրություն։ Այդ նախի բայ ներողություն նախի չասի, այդ ամբոխը գրոհել էր էջերիս վրա, մի խոսքով։ Հիմա ես առաջարկում եմ նույն ոգևորվածության մտել, այս գորշ գալիդի ղեկավարի տակը, ես իր կոմենտի նայեք, գտեք այս լինքը, կփուրներ գրեսան, թե դու ով ես, որ դու ասում ես դա Թուրանի միջանցքն է։ Մենք էլ ոչ մի բան չենք տվել, դու արդեն շնորհավորում ես, որ դա թուրքական աշխարհի միավորող միջանցքն է, Թուրանի միջանցքին, Զանգեզուրի բան։ Ապաստաններ, երբ դուռը բացվի, դարեր շարունակ մեր սրտներում փայփայված վերամիավորված երկիրը կձևավորվի։ Անատոլիան եւ Թուրքմենստանը բաժանելու համար նախատեսված պատնեշները կփլվեն եւ Թուրանի հորիզոնը կդառնա ավելի Հասկացեք, պատնեշները կփլվեն։ Գիտեք այդ պատնեշը ո՞վ է, ինչն է։ Հայաստան։ Հայաստանն է պատնեշը։ Պիտի փլվի։ Արս մոտ եւ հզոր։ Անատոլիա ասելով թուրքերը նկատի ունեն արևմտյան Հայաստանի տարածքները, Թուրքեստան ասելով կենտրոնական Ասիան եւ իհարկե այս երկուսի մեջտեղում Հայաստանի գոյությունը Թուրքիայում ընկալվում է որպես պատնեշ, որը պետք է փշրել։ Առաջարկում ենք դիտարկել նաեւ ամենավարդագույն սցենարը։ Թուրքերը, որոնք ահա այսպես երազում են Թուրքիայի ներկա տարածքը եւ կենտրոնական Ասիայի թուրքական տափաստանները միավորելու մասին ու Աթաթյուրքից սկսած արդեն 1 դարից ավելի քայլում են այդ ուղղությամբ, կհանդուրժեն իրենց երազանքի Թուրանի միջանցքում Հայաստանի եւ հայերի գոյությունը։ Վայ նրանց նպատակը Թուրանն է։ Ինչ են ուզում իրանք։ Ուզում են Հայաստանի տարածքով գնան գա։ Թող գնան գա անիք վատա դա։ Խնդիրն այն է, որ գնալ գալ ուզում են թուրքերը, որոնք ցեղասպանություն Մարդ ասել է, թող գնան գան վատա դա։ Չէ, թուրքերի համար անտիր է։ Թուրքերի համար, ձեր համար, սա անտիր է։
են իրագործել, որոնք Արցախում էին դրանից առաջ Նախիջևանում։ Հիմա Հաճկը տնկացյունիքի վրա Փաշինյանի գլխին Ալիևի կախած երկաթե բռունցքից են դեռ խոսում։ Արցախի հանրապետության տարածքի օկուպացիայի մասին էլ այսպիսի հայտարարություններով. 2020 sonbaharında hakikat yerini bulmuş, Türk'ün çelikten bileği Karabağ'da tarih yazmıştır. Karabağ'da çiğnenen hukuk Türk askerinin demir yumruğuyla doğrultuldu. 2020 թվականի աշնանը ճշմարտությունը հաղթեց եւ Թուրքի երկաթե բռունցքը պատմություն գրեց Ղարաբաղում։ Ղարաբաղում ոտնահարվել էին թուրքերի իրավունքները։ Մեր զինվորների երկաթե բռունցքով Փարք Ալլահին հասանք այն օրին, երբ Ղարաբաղի գերության շղթաները կոտրվեցին։ Փարք Ալլահին։ Մենք տեսնում ենք այն առավոտները, երբ Կիսալուսինն ու Աստղը կրկին բարձրացան Շուշիի լեռների վրա։ Թուրքիայից ազգայնամոլ այս կուսակցապետի ընկալմամբ այն ինչը տեղի ունեցավ Արցախում ու դրա հետևանքները Հարավային Կովկասում աշխարհի վերաձևավորման եւ վերադասավորման ընդհանուր process-ի մասին են։ Եվ Թուրքիան հավակնում է բոլորովին նոր ու մեծ դիրքի այս նոր աշխարհում։ Ու դրան հասնելու ճանապարհը Թուրքիայի ավելի մեծ գործոն դառնալն է, Հայաստանի տարածքի հաշվին միավորելով բոլոր թուրքերին։ Check this out. Միխասկով։ Դե նախիր։ Մտե Пашинян понимает, что у армянского народа и у Республики Армения есть две проблемы. Одна внутренняя, это армянская апостольская церковь, а в Армении она очень серьезно вмешивается в политический процесс. Религиозный уровень в Армении выше, чем толерант. И поэтому религиозная вера в апостольскую церковь, которая на протяжении веков там они создают какие-то мифы, легенды, сказки, она, конечно, очень глубокая. И вторая внешняя проблема – это диаспора, которая очень консервативна, очень ожесточенна, и которая сидит там, я не знаю, в Марселе или в Лос-Анджелесе, да и в той же Москве. Для Пашиняна это ясно, что ему надо каким-то образом нивелировать вот эти две основные проблемы. Не случайно он все время говорит, что проблемы для государственности Республики Армения. Հասկացաք, հստակ ասում են ինչ պետք է ալի, հաջորդ քայլերով ինչ պետք է ոչնչացնի, եկեղեցին եւ սփյուռքը։ Ամեն դեպքում երևի ես վերադառնամ այն ձևակերպմանը, որ այս ամեն ինչը չտեսնողը կամ սրա հետ համաձայն շերտը նախերից չի տարբերվում։ Սրանք ինչ դրել են դեմ են ելանում։ Ասում են ինքն էլ ասում է, Փաշինյան Նիկոլն ասում է, որ պետք է մոռանաք այդ ամեն ինչի մասին, պետք է հասկանաք, որ ձեր հայրենիքը դուք հայրենիք չունեք, դա պետականությունն է։ Այդ պետականությունը կարող լինի 20,000 քառակուսի կիլոմետրի վրա, 10,000 քառակուսի կիլոմետրի վրա, կարող մի հատ հաղում լինի այդ պետականությունը, ինչ կթողեն, էլի։ Ու դա պիտի լինի ձեր հայրենիքը, դուք մոռացեք, որ ընդհանրապես դուք հայրենիք ունեք։ Սա է առաջարկում եւ սրա համար ծափ տվողներ կան, ճիշտ հասկացեք։ Սրա համար ծափ տվողներ կան։ Կայո հսկայական կեղծիք նաեւ, բայց նաեւ կան ծափ տվողներ։ Հիմա հասկանալով են տալիս ծափ, չհասկանալով են տալի, ուզում են սա, թե չեն պատկերացնում սրա վտանգները, բոլորովին կապ չունի։ Որովհետև նույնիսկ թուրքերը զարմացել էին, այս տեսանյութի մեջ կար, որ բաները Փաշինյան Նիկոլին ձայն են տվել։ Հայերը զարմացել էին, ոնց։ Այս ամեն ինչը բացահայտ իրանց ասելուց հետո սրան ձայն են տվել։ Դե որ ձայն են տվել, նշանակում է մեր այլ խնդրեմ չունենք, մեր արդեն Թուրանի ճանապարհը։ Ինչ զանգեզուր միջանց, ինչ թռապ, ինչ բան, բացա, ու դուք ընդամենը մեկ մսի կտորեք այդ բանի վրա մնացած, յաթաղանի վրա մնացած։ Խնդրեմ։ Դե իմ առաջարկում եմ այս գաղափարի համար, այն ինչ որ հաջորդի պետք անի եկեղեցի սփյուռք, բան։ Եթե համաձայն չեք, մտեք սրա մեջ, հա, կալիբր ռազնես, նույն բանն է, որտեղ Ալենի մերը թուրքերին հանգստացնում էր նույն կայքում, որ անհոգ եղեք, խորհրդարանը սաղ մեզն է, բարգավաճը չի անցնելու, մենք տալու ենք ամեն ինչ ձեզ, անհոգ եղեք, խնդիր չունեք դուք։ Հիմա մտնում եք ստեղ կալիբրաս ու սկսում եք քֆուր գնել։ Եթե դուք իհարկե հայ եք, եթե իհարկե համաձայն չեք այս ամեն ինչի հետ, բայց ես գիտեմ, որ դուք համաձայն եք, ես գիտեմ նաև, որ դուք հայ չեք, որովհետև ազգանուն ունենալը հայի համար, հայի նույնիսկ ազգանուն ունենալը ոչ մի բան է նշանակում, զրո բան է նշանակում։ Այս մասով ուզում եմ սա լսենք։
Նիկոլ Փաշինյանի ինստագրամյան էջում ադրբեջանցիները եւ թուրքերը վխտում են։ Երբ որ իմ լենտան բերում է իր տեսաուղերձները, տեսահոլովակները, ես երևի իմ մոտ պրոֆեսիոնալ հատկությունն է, որ պետք է ամեն ինչ ուսումնասիրեմ մանրակրկիտ։ Մտնում եմ կոմենտները, որպեսզի մոնիտորինգ անեմ։ 90%-ը ադրբեջանցի եւ թուրք են։ 10%-ը, որ հայի աննազգաննով է, դրանցից մեծ մասերը fake ակաունտներ են, որ մտնում ես, ստուգում ես ով է ինչ է, ոչ աննազգանուն կա, ոչ նկար կա, ոչ չգիտես ինչ է։ Չի ասի, որ իրական օգտատերեր չկան, բայց քանակությունը շատ ավելի քիչ է։ Ինչևից է։ Նման մի տեսաուղերձ առավոտ շուտ, այս մարդը երևի ցիլոյով քնում է, ցիլոյով զարթնում է, որ արդեն առավոտը ժամը 7-ին այդ կարշոկը գլխին քաշած հելնում է, որ սեր բացատրի, հա, սիրում եմ ձեզ, եւ մտա այդպիսի մի տեսահոլովակի տակ, տեսնեմ թուրքերն ու ադրբեջանցիները մի օվացիաներ, մի ուրախություն, մի երջանկություն, ըստ երևույթին ուղերձը տեղ է հասել, էլի, ասենք այդ որ ասում է սիրում եմ ձեզ, իրանք հասկացել են ումի նկատի ունի, եւ այդպիսի մի էйֆորիայի վիճակ էր, այնպես թուրքերի ու ադրբեջանցիների մոտ։ Իհարկե, վատ ես զգում, երբ որ այդ ամեն ինչը տեսնում ես, եւ ուղղակի երկու բառ գրեցի. Թուրք Նիկոլ, իր իրական ազգությունը եւ անունը։ Եվ մի թուրք իմ կոմենտին պատասխան է գրել։ Ռուսերեն լեզվով է, թե Instagram-ն է ռուսերեն թարգմանել, բայց ուղղակի բառացիորեն ցանկանում եմ կարդալ, այն ինչ որ ես ընթերցեցի։ Ուրեմն, եթե ճիշտ եմ կարդում անազգանունը, Yilmaz Öztürk։ Ինչ է գրում Ilmeze։ Հա։ Я турок. В моей нации не было, нет и не будет предателей нации и родины. Ты называешь Пашиняна турком, оскорбляя мою нацию, мой народ. Найди в истории турок и Турции хотя бы одного предателя родины, который работал для армян или греков или другой нации или страны. Предательство – это ваша черта, поэтому у нас огромная империя, которая с каждым годом процветает, а у вас ничего почти не осталось, и то, что осталось, уже не ваше. Мы предателей не прощаем и не прощали, поэтому в нашей истории они не существуют. Значит, мы вовремя их уничтожали, и история их не сохранила. Так что не оскорбляй мой народ, называя Пашиняна турком. Проблема не в нас, не в других национальностей, проблема в вас, так что не ищите врагов извне. Предательство – это ваша национальная черта. Точка. Ինչ եք մտածում այս մասին, հարգելի հայրենակիցներ։ Նույնիսկ թուրքերը համաձայն չեն, որ Նիկոլ Փաշինյանին ասենք թուրք։ Որովհետև ասում են թուրքերի մեջ չի կարող դավաճան լինի։ Դուք ես դավաճանի ո՞նց եք ասում թուրք։ Թուրքը ավելի մաքուր է, քան ասում ավելի մաքուր ազգ է, քան դուք, որովհետև թուրքերի մեջ դավաճաններ չկա։ Այնպես որ ձեր դավաճանին ինչ ուզում եք ասեք, բայց թուրք մի ասեք։ Այո։ Ես ասել եմ Փաշինյան Նիկոլ, քո ապագան կանխորոշած է։ Ասել եմ, չէ՞ որ իրենք դավաճաններ չեն պահում։ Նույնիսկ եթե դավաճանել է իրենց համար։ Ամբողջ պատմությունը դրա մասին է։ Չեն պահում իրենք։ Իրանք նողկում են, զզում են։ Հիշում եք Էրդողանի հայացքը Փաշինյան Նիկոլի նկատմամբ ասեն։ Էնի որ գիրքը կպցրել էր դոշին, Էրդողանը ոնց էր նայում դրան։ Ոնց որ ասենք, չգիտեմ, սատկած առմետի այդպես էր նայում։ Բայց դե Նիկոլին շատ քիչ է հետաքրքրում, որովհետև իդեմս Էրդողանը ինքը տեսնում է իր իշխանությունը պաշտպանողին։ Իսկ հիմա, եթե դուք հիշում եք, ես ասել էի, որ այս ընթացքում 18 թվականից Հայաստանում աշխատանք է գնում հակաթուրքականության դեմ։ Որ թուրքերը մեր բարեկամն են, թուրքերը դաշնամի չեն, դե լավ ինչ եղել է, թուրքերը ժողովրդավար երկիր են, մի խոսքով թուրքերը, պետք չի ատել թուրքերին, պետք չի հիշել ցեղասպանության մասին, մի խոսքով արմատախիլ անել հակաթուրքականությունը, այն ինչ որ արել են դաշնակները մինչև ցեղասպանություն, որի արդյունքում էլ իհարկե զինադապված ժողովրդին տարան ցեղասպանել։ Մի խոսքով։
Եվ դրա մասին ասել է, որ Հայաստանում կան մարդիկ, ովքեր քալոզն են անում, ուշադիր եղեք, այդ բառերը երբ որ լսեք, իմացեք, ձեր դեմը կանգնածա թուրքական ազդեցության գործակալը, որը իրականացնում է այս քարոզչությունը։ Իսկ հիմա ուզում եմ նայեք այս տեսանկյունը։ Տեսնում եք ինքերոց զարմացած հայացքը։ Ինչ եք կարծում, ինքը ինչ է լսել։ Ինչ եք կարծում, ինքը ինչ է լսել։ Լսենք միասին։ Ադրբեջանը արդեն թշնամի չէ։ Թշնամի չէ, մեր միակ թշնամին Ռուսաստանն է, ռուսներն էլ հանձնել են այդ։ Ախ, вон оно что։ Վարև ձեզ։ Ռուսական Իվանյանից, ռուսական զորքերով Ադրբեջանցիներն էլ արդեն թշնամի չեն։ Քանի կար մենակ թուրքը թշնամի չէր, հիմա արդեն ադրբեջանցիներն էլ թշնամի չեն։ Ոչ, գերներ ջան։ Շատ երկար ժամանակ ինձ հարցրել եք, ինչ կարծիքի եմ, ով է ինքը, ոնց եմ գնահատում, ես պատասխանել եմ, որ աշխարհի երևի Հայաստանի տարածքում երևի ամենավտանգավոր մանիպուլյատորներից մեկն է, իսկ հիմա բացահայտ ինքը ասում է այն, ինչի մասին ես ձեզ զգուշացնում եմ։ Երևի արդեն ինստրուկցիան եկել է, որ ոչ միայն Թուրքիան բան չի, թշնամի չի, այլ նաև արդեն Ադրբեջանն էլ թշնամի չի։ Ես ուզում եմ Ռաֆին պատասխանի իրան։ Մեզ Ռաֆին։ Ես չպատասխանում։ Դա մի սարսափելի եղեռնագործություն է։ Սպանել պատմությունը դա ամենամեծն է բոլոր հանցանքներից։ Նրանք կամենում են ոչնչացնել մեր նախնիած գործերը եւ հավիտենական մոռացության մեջ թողնել մեր հայրենիքի հիշատակները։ Ասեմ, պատմություն կեղծելը, իրականություն կեղծելը, սա ամենամեծ եղեռնագործություններից է, ամենամեծ։ Ընդ որում, դա նշի, որ 10 տարի առաջ է, 10,000 տարի առաջ է եղել, նոր է եղել այդ ամեն ինչը։ Ու դեռ շարունակվում է, որտեղ Բաքվում նույնիսկ արդեն մեր դրոցի դասագրքերն են քրքրել եւ ասում են, այս հայերը իրենց դպրոցական դասագրքերում ֆալսիֆիկացիա են անում այդ պատմությունը, բա ու ատելության քարոզության բանի նկատմամբ։ Սա դասագրքերն են փոխել։ Արդեն գնում է այս քարոզությունը։ Արդեն գնում է այդ քարոզությունը, արդեն ձևավորված է, ձևափոխած է դասագրքերը։ Էլ Ադրբեջանը թշնամի չի, Ռուսն է թշնամի։ Ադրբեջանական ամբողջ հանցագործությունները փաստորեն որ եղել է, այդ իրանք չեն եղել։ Այն որ մարդուն մորթում էին, զինվորին, այդ կադրերը նկարում էին ու տեղադրում էին։ Այդ որ տենում եք ադրբեջանցիները, այդ իրանք չեն, այդ Ռուսն է, Պուտինն է մեղավոր, Պուտինը։ Ինչ ասած։ Ես չեմ ասում հարմարվենք, բայց պետք է իմանանք ով է։ Էլ մի հարցրեք, լսեք ով ինչ է ասում, դա ման եմ ասում, հասկացաք այդ տղու հայացքը։ Էլ ադրբեջանցիներ թշնամիքին, չէ, այստեղի մեզ ասեմ։ Եվ ադրբեջանցին է թշնամին, և թուրքը։ Դրանք մեր էգզիստենցիալ թշնամին են։ Դրանց գործընկեր թշնամին Ռուսաստանն է։ Մենակ այն հանգամանքը, որ ինքը գործընկեր թշնամի է, դա չի նշանակում, որ արդեն Ադրբեջանն ու Թուրքիան մեծ թշնամիներ չեն։ Դուք չեք կարող ասենց մեկին առանձնացնեք որպես թշնամի, երկուսին համաներեք։ Ձեզ ով է այդ իրավունքը տվել։ Այսինքն դուք ինչ եք այս ժողովրդին նորից տանում ցեղասպանության։ Հա՞։ Այսինքն Արցախում էթնիկ զտում չի եղել, ռազմական հանցագործություն չի եղել, ագրեսիա չի եղել։ Հա՞։ Ոնց։ Հələ ոնց։ Ինչի դիմաց գերողը տանի արա։ Կյանք այդքան կարճ է։ Ոնց էլի։ Այն բանը ճիշտ էր ասում են թուրքը։ Ես թուրքին հասկանում եմ։ Ասում մի ասա Փաշինյան Նիկոլի թուրք, թուրքերի մեջ դավաճան չկա, դա հայկական գիծ է։ Դու մը չես կարա թուրք հետ կռիվանես, դու իրեն կարաս ասես
Դու պիրծես, քո անունը պիրծա, Արոնը պիրծա, բայց ինքը ճիշտ է ասում։ Հա դու կարող ես ասել, դու պատմություն չես ունեցել, դու սրիկա ես ցեղասպան ես, դու կարող ես ասել, բայց ինքն է ճիշտ ասում։ Այ ինքը ցեղասպան է։ Բայց դավաճ ինչի։ Ինչ կլիներ մեկի հետ, եթե Բաքվում sense մի բան ասեր։ Չէ, հայերը մեր թշնամին չէ։ Ինչ կլիներ օրինակ։ Չգիտեմ։ Չեմ էլ ուզում պատկերացնել։ Բայց գիտեք ինչու՞մն է բանը։ Հարցը է թշնամի լինելը չի։ Դու չես կարա մեկին ասես ինքը քո թշնամին չի, որ երբ որ ինքը քո քեզ ուրեմն sense հաշվում է Արմետ, այս ցիտում են բանին, Ալիևին։ Ուրեմն իր համար հայերը Արմետ են, հիվանդազգ, տարածքները, ադրբեջանական տարածքները զավթած գնչուներ, հա, մի խոսքով, ռազմական հանցագործներ, կեղտոտ երևույթներ էլի։ Հիմա մենք հայերով, իրեն ասում ենք, դե թշնամի է, մենք էլ իրանց ենք, չէ, ինչ ուզում ասում ենք, դե թշնամի է, ինչ ուզում է թող ասի, մեկը մեր թշնամին է, փաստորեն, ես հենց եմ հասկանում, ով իրան թշնամի չի համարում, ինքը համարում է, որ փաստորեն Ալիևը ճիշտ է ասում, այն ինչ որ ասում է իր մասին։ Սենց է, էլի։ Սենց է, որովհետև այն ինչ որ ասում է, դիմասին, դա թշնամական ռետորիկա է։ Հա, հələ փորձեք չբացեք, գրավելու ենք, ջարդելու ենք, ես ենք անելու ենք ան։ Այսինքն թշնամին, Ադրբեջանն, Թուրքիան, բացառապես ռետորիկայի մակարդակով, խոսքի մակարդակով իրենք ասում է, որ իրանք թշնամի են, որ մենք իրանց ճամփի վրա մնացած ընդհանրապես արգելանք ենք, որ պետք է շուտով վերացվի, յաթաղանի վրա մնացած մսի կտոր։ Իրանք տենց են մեզ ասում են։ Ու Հայաստանից ասում են, չէ, մեր թշնամի չէ։ Այդ դեպքում ստեղ ասած ով ենք մենք, ասում են մեր թշնամի չէ։ Այդ կարևոր է, որտեղ հայ թշնամին ենք հաստատ։ Իրանք են այդպես ասում, եթե ես չեմ ասում։ Եվ ասում մեր թշնամին չէ, ուղղակի պետք է հասկանալ, որ ասում մենք ինքը ումի նկատի ունի։ Այ մենք ամեն անգամ ստեղ ենք խափնվում, էլի, որ Նիկոլ ասում է մենք թվում է այդ մեր մասին է, չէ, ինքը թուրքերի հետ է։ Թուրքերով։ Այսպեսի բաներ, գիտեք։ Մեծ հանդեսեք։ Շնորհակալություն, հարցս ուղղում եմ։ Ասածը չեմ ուզում լսեմ, չեմ ուզում դուք էլ լսեք։ Ասում եմ Ղարաբաղի դրոշները, Արցախի դրոշները ազգային ժողովում դա պատերազմի սպառնալիք է։ Փաստորեն ասում եմ Հայաստանում կա 550,000 մարդ, որ ուզում է Ղարաբաղը հետ բերենք։ Փաշինյան Նիկոլ, դու բերող չես։ Դու մաքսիմում կարողանաս հանձնես։ Ով ես որ դու բան բերես։ Երկրորդն էլ Հայաստանում 500,000 չէ։ 1,500,000 մարդ կա, եթե ոչ 2,500,000 մարդ։ Որ ուզում է Ղարաբաղը հետ բերել։ Սա բան ունի, խոսքային ատելություն ունի, այն ինչ որ հայկական է։ Ինչ որ հայկական է, սա խոսքային ատելություն ունի։ Դրա նկատմամբ, որ ասում է մենք պետք է հասկանանք, որ ինքը հայերի նկատի ունի, որովհետև հայը հայկականի նկատմամբ պետք է խոսքային ատելություն ունի։ Դա զուտ թուրքական պատկանիշ է։ Զուտ։ Սա հոգեվիճակ է ձեզ հիշացնեմ էլի։ Ես տեսնում եմ այդ պատերազմի զոհերին, բոզացած եւ դրանից երջանիկ աղջիկներին, բոզացած եւ դրանից հպարտ տղաներին, այ հիմա ինչ որ տեսնում ենք դա է։ Բոզացած եւ դրանից շոյված մայրերին, բոզացած եւ դրանից արծվացող հայրերի տեսքով զգում է, որ ինքս էլ եմ սկսում բոզանալ։ Եվ գուցե շուտով նույնքան հպարտ կզգամ ինձ, որովհետև հաղթացի բանակում կլինեմ, կդառնամ դրա խորհրդանիշը այդ պատերազմում բոզության վերջնական եւ անշրջելի հաղթանակի։ Ինքն հասնում է այդ բոզության վերջնական եւ անշրջելի հաղթանակին։ Ու դրա համար ծապտվողներ կան, դրա համար մեծ հայրերներ կան, ոսկե որ դիմադրում են։ Հիմա մենք պետք է ուզում ենք, մենք պետք է հասկանանք մեր համար էլի։ Որքան էլ որ դժվար է լինի հիմա դիմադրել, ուժ գտնել այս ամեն ինչի համար դիմադրելու։ Մենք ուզում ենք այս անշրջելի լինի այդ բոզության հաղթանակը։ Մենք ուզում ենք դա իր համար լինի անշրջելի հաղթանակ։ Ես չեմ։ Ես պատրաստ չեմ։
Միջև վերջի շունչս եմ նամակ գրել։ Ու նժդեի բառերով ասեմ, թող մնան նրանք, ովքեր բարյապես չեն մեռել, որովհետև մենակ բարյապես մեռածի համար կարող է ընդունելի լինի բոզության անշրջելի հաղթանակը։ Դա նիկոլիզմի հաղթանակն է։ Ասում Հաջիևը ոչ էր եկել մեզ բան ասելու, ինք եկել էր, որ հանկարծ պատերազմ չլինի։ Եկել էր հանկարծ պատերազմ չլինի, այ որ չգար պատերազմ էր լինելու։ Ինքը մտածում է, ինքը վստահ է, որ իր նախիրը ամեն ինչ ուտելու է, ինչ դեմը դնեն, չէ՞ որ միշտ դա կերել են։ Իսկ նա կոնկրետ եկել էր ցուսումով, ցենց հատ տեղում ասել, ինչ պետք է անի որը որից հետո։ Հիմա այս հրա հիստերիան հենց դրա հետ է կապված։ Վերևից հրանքները գալիս է, բայց իրականացնելու կարծես թե հնարավորություն չկա։ Չկա էլի։ Չկա, ընտրությունները վերջնական չի, հաղթանակը հստակ չի, մեծամասնություն չունի, ժողովրդի մեջ, ոչ թե սարկած սահմանադրության ձայների քանակով չէ։ Նույնիսկ 50% չի, ներքև է։ Էլ չի կարասի, որ ժողովրդի մեծամասնությունից ձայնա տվել։ Չկա տենց բան։ Ո՞նց անելու դա։ Ոնց ուզում է թողանի։ Ոնց ուզում է թողանի։ Որտեւ ինքն է կյանքով դրա համար պատասխան տալու։ Եվ ոչ թե միայն ինքը, իր ամբողջ թմով հանդերձ։ Հետ արդեն դու իր գլուխը ցավա դրանից։ Սա սկզբում նախնիներն էին մեղավոր, հետո արցախցիներն էին մեղավոր, հետո եկեղեցին ու կաթողիկոսն էին մեղավոր, հիմա Ռուսաստանն ու ռուսաստանցի հայերն են մեղավոր, մոտ ապագայում էլ սահմանադրություն անկախության հռչակագրին են մեղավոր լինելու եւ այդպես շարունակ։ Բայց այստեղ կարծես թե բախտը չի վերում, որովհետեւ այդ գահը կամաց իջնում է աչքերին, սկսում է վատ տեսնել, հետո իջնում է ակաժներին, սկսում է նաև չլսել, հետո իջնում է կոկորդին ու դառնում է, ոնց են ասում, կոկորդի վրա այդ ժնջիլը, որով էլ իրան տանում են կառախնարան։ Փագը տենց հատկություն ունի։ Դու արդեն երկար ժամանակ ոչ տեսնում ես, ոչ լսում ես, ու խոսում ես ու կրկնվում ես նույնն է, ես անելու։ Գիտեք ինչն է սոսկալի, սա բառապաշարը։ Այս բառապաշարին ընտելացածները դուք հասկանում եք, այս ունի զրկելը։ Սրանք պետք է հացին կակա ասեն, որ մտքներով չանցնի այլևս ընտրակաշար։ Դուք հասկանում եք, որ մի սերունդ մեծացավ այս 8 տարվա մեջ, որ այս լեքսիկոնը դառավ նորմատիվային իրը, դառավ սովորական բան, մանավանդ երկրի առաջի դեպքի մակարդակի վրա։ Ես չգիտեմ, մարդիկ որքանով են հասկանում սա ինչ հետևանքներ ա բերելու։ Սա ավիրեց ամեն ինչ։ Ամեն ինչ։ Մեր ժողովուրդը մի պատկառանք ուներ պաշտոնի նկատմամբ, պաշտոննեցողների նկատմամբ, պատկառանք, որ նա պետք է կիրթ լինի, բարեկիրթ լինի, զուսպ լինի, խելացի լինի։ Սա ամեն ինչ իջացեց իր մակարդակի վրա։ Ամեն ինչ իջացեց այս խոզի մակարդակի վրա, հասկանում եք։ Որտեղ ինքը հաճույք է զգում, որտեղ ինքը իրան ցեխոտված չի զգում, որտեղ ինքը կարա ասի դիմացինին տական կենել իրան ասի տականքը դու ես, ինքը լավ է զգում այդտեղ։ Ոչ մի արժանապատիվ մարդ դրանից լավ չի զգում։ Հասկանում եք։ Այ ամբողջ երկիրի կառավարման, խոսակցական, շփման, պոլեմիկան իջացեց այս խոզի մակարդակին։ Ու արդեն մեր ականջներին դա սովորական է։ Այնքան սովորական, որ թվացյալ ուսյալ մարդկանց համար է դարձել սա սովորական, որ նույնիսկ չեն նկատում։ Եվ չեն նկատում։ Գիտեք, ռուսները, ռելոկանտները, էմիգրանտները ռուս, որ եկել են Հայաստան, ես ուսումնասիրում եմ բոլոր ռեակցիաները։ Գիտեք ամենաշատը ինչի վրա են զալմացած, նաև այն ինչի իրաց ականջներին սովոր էր, հայոյանք իրանց փողոցներում։ Երբ որ տենում են մեր փողոցներում հայոյանք չկա, մանավանդ կանանց մոտ, նույնը չկա այդ բաներ։ Իրանք զալմացած են։ Այ իրանց ականջները հայոյանքի սովորած է, հասկանում եք, հիմա
մեր հասարակության մի մասի ակաշները այնքան է սովորեք այս նորմատ, այս խոսակցությունը, որ դադարել են նկատել, որ դա անթույլատրելի, ասկետ ինքնահարգանք ունեցող մարդու համար դա անթույլատրելի լեվելա, մակարդակա, այս կարգի խոսակցությունը։ Անթույլատրելի։ Ես, տեսեք ինչ եմ ասում, երբևէ ոչ մեկի, ոչ Սերժին ընտրողին ձայն տվողին ջրով, ոչ Ռոբերտին, ոչ մեկի ընտրողի հետ ոչ մի խնդիր չեմ ունեցել։ Երբևէ մտածել եմ ընտրական իրավունք է, դա իրավունք ունի իր ռեալիզացնելու թեկուզ դրան սիրը։ Նիկոլին ընտրելը ուրիշ է։ Նիկոլի մենակ ձայն տալը չի։ Այ սա է, որ ինքը արդեն չի նկատում, որ մեզ բոլորիս իջացել են այս ցեխի մեջ։ Ու ինքն էլ նպաստում է, որ մենք բոլորս հայտնվենք այդ խոզի կարգավիճակում։ Այստեղ ձայն տալը չի հարցը մենակ։ Հարցն չի, որ դու սերիական մարդասպանին ես լեգիտիմացնում, չէ, նաև որ մեզ բոլորիս քեզ էլ արդեն դու ինքան ես սովոր այդ կեղտի մեջ, որ արդեն չես ընդունում, որ մեկ այդ կեղտի մեջ չի քաշում, դու էլ ես սկսում այ դու էլ մեր ցեխի մեջ թավալվի, ով ես դու, որ դու էլ չցեխոտվես մեր նման։ Դες չեմ դեմ։ Պատասենք ես մասում չի, ասում Արտուր Արմինը։ Ռուսն էլ է կանչելու ոտները վրեն մաքրի, թուրքն էլ է կանչելու, ադրբեջանցին էլ, արևմուտքն էլ, ամեն մեկը մի կողմից կանչելու է վերեք։ Իսկ ինքը բոլորին ասելու այո։ Եվ սա ես հենց հիմա քո ստուդիայում կանխատեսում եմ անում, մի տարի չի դիմանալու։ Լինելու է այն, ինչ տեղի ունեցավ Լևոն Տեր-Պետրոսյանի հետ 1996 թվականի ընտրություններից հետո։ Չասեմ, Արտուր ջան, աստված ձեն տեսի։ Մեր ցանկությունը հենա եւ քաղաքական ծրագիրը հենա, որ մենք ունենանք սահմանադրական մեծամասնություն։ Դա շատ իրատեսական է։ Խորհրդարանական ընտրություններում սահմանադրական մեծամասնություն չստացած քաղաքացիական պայմանագիրը մտադիր է արտերկրում գտնվող քաղաքացիներին զրկել ընտրելու իրավունքից։ Եթե նրանք ընտրությունների նախորդող տարում փաստացի առնվազն 183 օր չեն ապրել Հայաստանում։ Վերջին ընտրությունների հետ է պայմանավորված նշված փոփոխությունը եւ այսպես ասած լավ օրիշ չէ, որ գնում ենք նման փոփոխության, որովհետեւ պատկերացում չունենք, որ կարող է նման հարցեր առաջանան։ Բայց հարցրեք էլի սրան։ Ներողություն էլի Ալխազ Ղազարյան, կարելի է իմանալ ով եք դուք։ Ուրիշ ձևով ասեմ, ում շունն եք դուք։ Որ ինձ իմ ընտրելու իրավունքից դուք զրկեք։ Ով։ Դուք ձեզ ինչի տեղ եք դրել։ Ես այլ բառ չեմ կարող ասել, կամ հարցնել, կներեք դուք ում շունն եք։ Այսինքն դու ինչով ես լավ այն մարդուց, որ Հայաստանի քաղաքացի է ու ասենք դրսում ապրում ու 170 ընդեղ չի եղել։ Քոչարյան Ռոբերտը զրկեց դրսում քվերելու հնարավորությունից, սրանք էլ զրկում են 190 օր Հայաստանում չապրածին քվերելուց։ Իմիջիալոց Մալդավայի օրինակի վրա, Մոլդովայի օրինակի վրա, այն խոսացողներին, այն տխմարաշերտին, ես դրանց ասել եմ, էլի, տխմարաշերտին, որ Մոլդովայի օրինակը, Մոլդովան գիտեք ոնց Ռուսաստանից փոխվեց այս վերջին ընտրություններին։ Մենակ դրսի քվեարկածների հաշվին։ Եթե դրսի քվեարկածները, որոնք դրսում էին ապրում, չքվեարկեին, Մոլդովան հիմա Ռուսաստանի տակ էր։ Այսինքն սրանց ոչ թե պետքա ոչ բանը մարդիկ քվեարկեն կամ չէ, չէ, սրանց պետքա քվեարկեն մենակ այն մարդիկ, որոնք իրենցից անմիջապես կախված են։ Քիչ-քիչ sense դու չես եղել, դու դրսում ես, նշանակում է դու կարողանում ես քեզ թույլ տալ 170-ից օր ապրել ընդեղ, ավել ապրել։ Հետո նախիսի ոնց են կարգավորելու այդ տականքները, դուք մեռած մարդկանց դեմ եք, մեռած մարդկանցով եք քվեարկում։ Մեռած մարդկանց հանեք հələ մի ցուցակներից։ Հետո նոր կտեսնեք դուք այդ ոնց եք կարգավորելու, պատկերացրեք ինչ ա լինելու ընտրացուցակում, ոնց եք դուք բանը ստուգելու, այդ մարդը այդտեղ ա եղել, մի օր առաջ ա եկել, մի ժամ առաջ ա եկել,
5 օր առաջ է եկել, գնացել եկել, դուք ոնց եք հաշվելու դա։ Այդ տխմարներ դուք հաստատակ մի հատ բորդուշ եք կարողանում սարքել։ Բորդուր։ Վերջի դեպքերը ցույց տվեցին, որ ինչ։ Ռուսաստանից եկել են ձեր օգտին քվեարկելու։ Եվրոպայից, Ամերիկայից եկել են ձեր օգտին քվեարկելու։ Բարդ է։ Ուզում է գնա իր քաղաքացիական պարտքանի գալիս է։ Մեզ հարց եմ տալի, ովքեր սրանց ձեն են տվել։ Դուք ասելիք չունեք, իրանք ինչ որ անում են, ձեր անունից են անում։ Այն ինչ որ ես իրանց ասում եմ, վերաբերվում է նաև բոլոր նրանց, ովքեր իրանց ձեն են տվել։ Քանի դեռ իրանք չեն փոշմանել, գլուխները պատին չեն խփում հիմա այս ամեն ինչի համար։ Ցես կլինի, այս բանն է, լրիվ անասնաֆերման է։ Դա տենց է, սկզբից զրկում են դրսում քվեարկելու հնարավորությունից, հետո էլ ասում են, եթե դրսից ես եկել, ներսում չես կարա քվեարկես, հետո եթե դու ասենք, ես կուսակցական չես, չգիտեմ, ստեղ չես ապրում, դու չես կարա քվեարկես, ուսես քիչ, մեկ էլ կտենան, իրանք մնացել են, իրենք իրանցով, իրանք քվեարկում են, իրենց ղեկավարում են, իրենք քվեարկում են, իրենք էլ ղեկավարում են։ Ես ինչ եք անում դուք։ Եվրոպան ասել է պրոբլեմ չունեք, Վենետիկի հանձնաժողովն ասել է խնդիր չկա, ինչ ուզում եք, ինչ այլանդակություն ուզում եք արեք։ Թերևս գիտեք ինչ, եթե սրանք մնալու են իշխանության, դա լինելու ամենաքիչ վնասը, որ իրենք կարող է տան։ Որովհետև այդ ընթացքում նույնիսկ մենք սրա մասին չենք հիշելու, թե ինչ է լինելու, բայց հարցը դա չի։ Հարցը գիտեք որն է։ Սա լեկտիվությանը սահման չկա, սան կարմիր գծեր չունեն։ Ինչ ասես սրանց աջակցողների։ Թերևս ոչ մի բան։ Թերևս պետք է սպասել ուղղակի միջև իրենք իրենց արածի դիմաց իրանցը ստանան։ Իսկ Հայաստանում օր չկա, որ դժբախտություն չլինի, օր չկա, որ մենք մի սոսկալի բանի մասին չլսենք։ Քանի որ ես չէ առանձնա անդրադառնում, ուսում է, այս երեխեքին կգտնեն են։ Գետը, Փամբակում ընկած գետը։ Երեխեքին, մեկին գտել են, ասում են ծաղրի ալմատի մոտ խեղդված, մյուսը չկա։ Հավանաբար են էլա խեղդել։ Ու այս երկու օր գիտեք ինչն եմ նայում, որ այդ կամուրջի այդ կամուրջ չէ, խողովակ է մեծ։ Այս այդ որևէ դեպքն է, խողովակի վրա ուզում են անցնել, ընկնում են։ Գետը ու խեղդվում են։ Վարած գետը, գնում ու խեղդվում։ Առաջի դեպքը չի։ Մեզ հարց եմ տալի։ Ո՞վ պետք է փակած լիներ։ Մարդիկ այդտեղից գնում են, խեղդվում են, ինչի՞ է բաց էդի։ Առաջի դեպքը չի։ Ինչ են բաց։ Երկու երեխա, աղջիկ երեխա, մի տնից։ Սա էլ ցույց տամ ու խոսանք ընդհանուրի մասին էլի։ Դպրոցականներին տեղափոխող ավտոբուսը կողաշրջվել է։ Հարց։ Դուք լուրջ մտածում եք, ես հələ չեմ ուզում պատճառների մասին խոսամ, բայց ես ընդհանուր կարող եմ ասել, այս երկու դեպքերի ինչն է կազմում, ինչն է կապում այս երկու դեպքերը եւ մնացած բոլոր ողբերգությունները, որ եղել է ու դեռ որ լինելու է։ Հասկացեք, մի երկրում, որտեղ իշխանության քաղաքական օրակարգը մնում է 8 տարի շարունակ ինչ որ օլիգարխի կզսնել, նստեցնել, չգիտեմ ունեզրկել, հացին կակա ասել, նշանակում է այդ երկրում ուրեմն կամուրջները պիտի փլվեն։ Երեխեքը պետք է վտանգավոր ճանապարհով անցնելուց ընկնեն գետը, ավտոբուսները պետք է կողաշրջվեն, այնտեղ չգիտեմ մոստեր կարող է քանդվեն, շենքեր կարող է քանդվեն, որովհետև դա կառավարում չկա։ Որտեւ այդ ամբողջ երկրի կառավարումը տված է մի հատ շերտի, որի 30%-ը հավանում է իրենց գործունեության համար, չի հասկանում, չի տեսնում այս կապը։ Հետն էլ ովքեր որ տեսնում են այս կապը, ասում են մի արեք, դուք ինքնասպան չեք, քֆուր են տալու։ Գիտեք, այսօր ինչ էի մտածում, տարբեր աշխարհի տարբեր կենտրոններում, երկրներում բան կա, կառավարման ձևեր կան, չէ՞։ Կա դեմոկրատիա, կա մերիտոկրատիա, կա, չգիտեմ,
թագավորական իշխանություն կառավարում, թագավորական, հետո պարլամենտական։ Մեր մոտ ուրիշ է։ Մեր մոտ դեմոկրատիա չի։ Քֆուրոկրատիա է։ Ով ավելի շատ քֆուր է տալի, ինքն էլ կառավարում ապահովում այս երկիրը։ Ուրիշ ձև ասեմ, այս երկիրի կառավարման ձևը քֆուր, կառավարման ղեկը քֆուր տվողների ձեռքում։ Իրանք քֆուրով են կառավարում այս երկիրը։ Հա, ով համաձայն չի ինչ որ կատարվում է, դա դեմոկրատիա չկա, դեմոսը չի ղեկավարում, էլի քֆուր տվողներն են ղեկավարում։ Եթե մի երկիրը կառուցված է քֆուրի վրա ու 9-րդ տարին է դրանով է կառավարվում, ավտոբուսներն կողաշրջվեն, դեղ չգիտեմ, դուք տեսեք ինչեր է եղել ու ինչեր է լինելու, պլյուս այն թույնի ամպը, որ կանգնած է երկրի վրա, պլյուս այն հոգեվիճակը, այդ հիմա արդեն բիզնեսի հետ կապված, ընտրությունների հետ կապված, որ մտել է Հայաստան, ունեցվածքներ, բանկրոտ եղած մարդիկ, ժողովուրդ, աշխատանքը կորցրածներ, հոգեբանական վիճակը Հայաստանում եւ սպառողական վիճակը Հայաստանում կտրուկ ընկնելու է։ Շատ։ Որովհետեւ ոչ մեկ չի կարող ասել ռուսական շուկան երբ կբացվի կամ կբացվի թե չէ, կամ միջև բացվի, այն ինչ որ արդեն պետք է արտահաներ, նա կորցրեցին արդեն։ Այսօր իմ ուղիղ եթերի ժամանակ մեկը գրել էր, որ այս սեզոնին ինքը գալիս 20 միլիոնի ռուբլով կանաչի է տանում։ Այս տարի չի կարողացել։ Հասկանում եք ինչ է նշանակում 20 միլիոնի կանաչի։ Քանի ընտանիք է տանով ապրում։ Մենակ այդ մի բան, մեկը գրեց հա էլի ասած։ Որտեղ ես հասկանում չեմ այդ մարդները, ասել եմ։ Իսկ ամենավատը գիտեք որն է։ Որ ձեզ ասել եմ ոչինչ, ռուսականը փակ է, խափեն ձեզ եվրոպականով։ Որը հասկացանք չէ՞ որ արդեն абսուրդ է, դուք չեք կարող, մենք չենք կարող գնանք եվրոպական շուկա։ Ինչ են բացելու դիմացը, այն ասում է ծեծած տեղը կարկուտնա ծեծում։ Դիմացը բացելու են թուրքականը։ Կասեն, օ, ինչ լավ է Թուրքիական գնանք։ Չէ, դուք Թուրքիա չեք կարող գնալ։ Դուք անմրցունակ եք Թուրքիայի հետ։ Որովհետև ոչ պարարտանյութի գնով, ոչ գազի գնով, որը դուք օգտագործում եք, ոչ աշխատանքի գնով, դուք ոչ մի գնով, ոչ մի ձևով դուք մրցունակ չեք։ Հայաստանը մրցունակ չի Թուրքիայի հետ։ Ոչ մի, ոչ ստանդարտացման, ոչ մեխանիզացման, ոչ օպտիմալացման, ոչ մի բանով։ Այնպես որ կարկուտը ծեծած տեղն է ծեծելու։ Ռուսական շուկան բացվելու փոխարեն բացվելու է թուրքականը։ Ձեզ ասելու են, վա։ Քո ինչին է պետք է աշխատացնելը։ Հենա, ավելի էժան լոլիկ կբերենք, ավելի էժան ելակ կբերենք, վերջ։ Դե դիր գյուղացի ջան, դարլացի վարկերը քո վրա եւ գյուղատնտեսության հետ կապված ինչքան տնտեսություն կա։ Ինչի համար, որ Նիկոլ Փաշինյանը զավթի իշխանությունը։ Ես մի քանի հաղորդում առաջ խնդրել եմ, որ Հարություն Բաղդասարյանը դիմում ներկայացնի մարդու իրավունքների պաշտպանին, հա, Նիկոլ Փաշինյանի կատարած հանցագործությունների հետ կապված։ Սես մեր պատասխանը գրել, ես կարդացի, ասի միանգամից բանը կարդամ, էլի համառոտ կարդամ, տեսնեմ ինչա գրել Հարությունը Բաղդասարյան, ինչ է սա նշանակում։ Սա նշանակում է, որ սա կարդամ ձեզ, որ ՄԻՊ-ը խուսափել է դիմել հակակոռուպցիոն դատարանի Նիկոլի վերաբերյալ քրեական վարույթ հարուցելու համար։ Վերջ, մարդու իրավունքների պաշտպան, իր գործը չի անում։ Չի դիմում, դու դիմես իրա, ինքը չի անում։ Վերջացավ։ Դա անո պետք է զբաղվի հակակոռուպցիոնը, ինքը պետք է դիմի, դու իրանից դիմում ինքը իրան, ինքը չի անում։ Վերջ։ Էս եք ուզում։ Հարգելի Նիկոլ ընտրողներ, դուք հասկանում եք, եթե մի երկրում կա անօրինականություն, այդ դուք կարիք եք ունենալու մի օրենքի, որ աշխատի։ Խնդրե, եթե օրենք չկա, ձեր համար չի աշխատելու։ Որտեւ եթե օրենք լիներ, այդ երեխեք այսօր շուտ չէին գա։ Այս էլ դրա մի մեծ մասն է, որովհետեւ այդ ավտոբուսները կանցնեին ժամանակին տեխնիկական զննումներ, ճանապարհները կլինեին տեխնիկական սպասարկման մեջ,
այդ որակի չէ լինի։ Ես էլ չգիտեմ ինչն է պատճառը, բայց ես քեզ ի սկզբանե կարող եմ ասել, Հայաստանում բոլոր այս խաղի դեպքերը լինում է մենակ մի բանի գլոբալ առումով պակասի շնորհիվ։ Չկա օրենք, ոչ մի բան չի վերահսկվում, ոչ մի բանի համար պատասխանատու չի։ Հիմա այդ երկու երեխեքը որ անցնել են ընկել են, հիմա հարց, ով պետքա փակել այդտեղ, ագրաժդենյանել դներ, սահմանափակող, որ մարդը տեղով չանցներ։ Ով։ Ինչու մեկը պարտավոր է, չէ՞։ Դու գիտեք պատասխանատալու ինչ որ մեկը։ Չէ, հա։ Գյուղապետի մակարդակի վրա դատախազով կսղացնեն կգնան, ինչ անենք երկու հատ երեխա է մահացել։ Միջև հաջորդ մահանալը։ Սա էս ամեն ինչը։ Միջև մարդը հասարակ չհասկանա, որ եթե միտեղ օրենքը խախտվեց, նշանակում այս պատճառային հետևանքային կապով գալի է կանգնի իր դռանը տարբեր ձևերով։ Դա շուռ եկած երեխով կլինի, խեղդված երեխով կլինի, դու չեմ ուզում, չգիտեմ էլ ինչ ասեմ։ Բայց Նիկոլ ընտրողի համար դա էական չի։ Ինչ կապ ունի։ Հիմա կասեն Նիկոլ ինչ կապ ունի, Նիկոլն է այդ ավտոյի շոֆերը։ Չէ, դուք եթե չեք հասկացել այդ ինչ կապ ունի, դուք դատապարտված եք այս ամեն ինչի մեջով ինքներդ անցնելու համար։ Մեզ ինչ է մնում անել։ Սառնասրտորեն նայել ամեն մարդ իր ցանածը ոնց անցնում։ Ես հասկանում եմ դժվար է, մենք մարդ ենք, ի տարբերություն այդ տականքների, մենք ապրումակցման բան ունենք, հատկություն ունենք, մեր համար ցավ է այս ամեն ինչը։ Ցավ, որովհետև ովքեր են վճարում դրա դիմաց երեխեքը։ Ամբողջ երեխեքն են վճարում իրաց ծնողների ընտրության դիմաց։ Ինչպես 20 թվականին վճարեցին, ինչպես 23 թվականին վճարեցին, 21 թվականին, 22 թվականին, այսպես։ Կնեք տեսնենք ինչ ասում սա։ Նիկոլի պապա։ United States, there would be no Israel relationship. Without us, without the United States, there would be no Israel. Without me, there would be no Israel, because no other president was willing to do what I did. Պարվասմա, առանց Ամերիկայի Միացյալ Նահանգներ չի կարող լինի Իսրայել։ Եվ հետո ավելացում է, առանց ինձ չի կարող լինի Իսրայել։ Այո, ասում, որտեղ ոչ մեկ Իսրայելի համար այդքան բան չի արել, ինչքան ես։ Ճիշտ ես ասում, ու դրա համար քեզ կդատեն։ Այո, հենց կդատեն նրանք, ում համար դու ամեն ինչ արել ես։ Փաշինյան Նիկոլ, այսպես է կյանքը։ Այն ինչ որ դու արել ես, ամեն ինչ, եւ Պուտինի համար, եւ Էրդողանի եւ Ալիևի համար, իրանք էլ քեզ դատելու են։ Սա է ժանրի կանոնները։ Հիմա ոնց են Իսրայելը ոնց է իրան դատելու, դες կոնգրեսի ձեռով, սենատի ձեռով, որտեղ իրանց ձեռքն է ամեն ինչը։ Շուտով, այս ամեն ինչը հենց արագ է լինելու, դուք չեք պատկերացնի։ Մյուս կողմից էլ հիշում եք այդ թագաժառանգը։ Սա Պարսից շահի տղեն է։ Ինչերոց այս պատմությունները ես ձեզ ասեմ, էլի։ 53 թվականին, որ Ստալինը մահացավ, մարտին։ Բրիտանիան Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ ընդամենը մի 5-6 ամիս հետո կազմակերպեցին հեղափոխություն եւ տապալեցին Իրանում այնտեղ լեգիտիմ ընտրություններով ընտրված իրենց վարչապետին ու բերեցին շահի։ Վերջ։ Ինչի, որովհետև սովետական միությունում մահացել է Ստալինը եւ մինչեւ նոյեմբերի վերջ գզրտոց էր դու իշխանության մեջ։ Բերյաներ, Խրուշչովներ, Մոլոտովներ, մի խոսքով խառներ սովետի գլուխը, այդ ընթացքում կարողացան սովետի քթի տակից փախցնել հեղափոխություն սարքել հենց ամերիկացիները եւ 53 թվականի փաստորեն 5 ամիս հետո ես նստած այդ դատաներն եմ նայում ոնց եղավ, հա, ոնց կարող էր սովետի քթի տակ իրաց ամենամոտ բանին դաշնակցին հեղափոխություն անել։ Դու մի ասա հենց այդ ժամանակն է Ստալինը մեռնում է, սկսում է պատրաստվել։ Եվ ասա ինչ ասում, սա դեմ է այդ խաղաղությանը։ Ասում է շարունակեք ռմբակոծել։ Իմ իշխանությունն ինձ է պետք։ Սա էլ ամերիկանը, պարսկական Նիկոլն է, էլի։ Պատկերացնում եք, պարսկական շահի տղեն ասում է, ինչ խաղաղություն, ինչ բան։ Շարունակեք ռմբակոծելը։ Հատեց ոնց որ իրանք իշխանություն զավթեցին 53 թվականի օգոստոսին կացին։ Օգոստոս-սեպտեմբեր այդ ամիսներին։
Բրազիլիաներ իր հերթին չեղել է համարել 134 միլիոն դոլարի զենքի վաճառքը Իսրայելի։ Իսրայելի ցեղասպանական երկիր անվանած կինը ընտրվել է փաստորեն նախագահ, Իռլանդիայի նախագահի ընտրվել։ Այն Նետանյահուի գործերը շատ վատ են։ Որը հետևաբար նշանակում է նաև վատանալու է Ալիևի եւ Նիկոլ Փաշինյանի գործերը։ Սանենք հասկանալի գործերն ավարտել։ Iran. What do you think we should do with Iran? Like nuke them. Nuke them back. Yeah. With America's help, though. Yeah, of course. No, fuck America. What? Yo, no way, bro. Yo, how does she say America, bro? During this conflict right now. This is where your tax money's going, bro. What do you think? Իսրայելը ասում ինչ է կարծում, ինչ պետք է անենք իրան հետ։ Ասում է ատոմային բոմբը գցենք բերեք։ Երեխեք են։ What do you think we should do with Iran? Like nuke them. Nuke them back. Yeah. With America's help, though. Yeah, of course. No. Ասում Ամերիկայի օգնությամբ, հա, Ամերիկայի օգնությամբ։ Ասում են նայեք Ամերիկայի փողերը ո՞ր է գնում։ Երեխեք են։ Ինչ է 93 միլիոն։ Ռմբակոծենք ատոմային ռումբով թողնա, այսպես էլ մեծ ասում ես դպրոցներում։ Դրա համար ի տարբերություն հայերի Իրանում չեն ասում իրանցիներն ու հրեաներն ու ամերիկացիներն ու բարեկամներն ասում են թշնամիներն են։ Հայաստանում իրանց ոչնչացնողներն ասում են իրենք մեր թշնամիները չեն։ Այդ խոսածողը Իրանում խոսար, իրենք կկախեին այնտեղ։ Կկախեին։ Վերադառնանք մեզ մոտ։ Ես որ ասացի, ես գիտեմ, որ բոլորիդ համար ծանր է ամեն ինչ, ամեն մեկը չի որ կարողանում է իրոք հանդուրժեն ինչ որ կատարվել է Հայաստանում եւ կատարվում է։ Եվ ես ակնկալում եի սենց այս երկի դեպքում մեծ արտագաղթ։ Խնդրում եմ ոչ մեկ ծանր չտանե հանգամանքը։ Լավ իրավական է, մարդիկ կան են չեն դիմանում։ Հայկ Ղազարյանն է գրում. Ես այս անթասիվ ժողովրդի մեջ չեմ կարող ապրել։ Ես Հայաստանից հեռանում եմ անվերադարձ, չեմ պատրաստում դրսում որպես հայ ներկայանալ։ Ասողը Հայաստանի սպորտի ոլորտում մեծ ավանդ ունեցող լեգենդար ազնվորություն է, ում տարիներ անձնորոշ աշխատանքի շնորհիվ փաստորեն հայկական սպորտը մեծ նվաճումներ է արձանագրել։ Մեկնում է, որովհետև այստեղ հայրենիքում գնահատված եւ արժևորված պահանջված չի իշխանությունների կողմից, թե վայելում է սպորտային հանրության ժողովրդի սերը, պահանջված չի, որովհետև չի կիսում նրանց վարած քաղաքականությունը։ Իսկ գնում է, որովհետև առանց աշխատանքի պարզապես չի կարող ապրել։ Միշտ ապեք դատապարտել։ Միշտ ապեք։ Սրանք ասած ամեն միևնույն է, մարդիկ կգնան թե չի գնան։ Որ գնան ավելի լավ։ Գնալ պետք է իրանց տեղը լինեն մարդիկ, ոնց ասենք օպերայի փոխտնօրեններ, այն Դուզգարյանը, որոնք պատրաստ են կաթողիկոսների գերեզմանների վրով քայլել, ոտքով խփել դուռը բացելու համար, կոտրելու համար բանի եկեղեցու։ Իրանց այդ կարգի մարդիկ են պետք, իրանց պետք չեն ասեն Կոնստանտին Օրբելյան, հա, որ երբեք այդպես իրան թույլ չէր տա։ Ինչներին է պետք իրան Կոնստանտին Օրբելյան, որը շատ ավելի արժեքավոր մարդ է, եթե կարան դեռ ասեն նա Դուզգարյան, որ կարա այսպես ամեն ինչ անի։ Բայց Նիկոլ ընտրողների համար զայրական չի։ Եվ իրանք ավելի կարևոր բաներ ունեն, ստանդարտներ ունեն։ Ես ուղղակի վերև ցույց տվեցի, որտեղ իմ համար ստանդարտը միշտ վերև է գնում, ես մոռացա իրենց ստանդարտները, այն խոզենց մոտ ցույց տամ էլի։ Այդանք է ստանդարտներ ունեն։ Եվ այս ստանդարտների մեջ բնականաբար ոչ է սպորտսմենը, ոչ Կոնստանտին Օրբելյանը չէր տեղավորվում։ Չէ։ Այդպես որ ընկերներ ջան, միշտ ապեք դատապարտելու գնացողների։ Սա ծանր է։ Ահ, Համոսյանս, ամեն ինչ անցավ ականջներիս մեջ, կռվի առաջին որոտը մնաց։
ես սրտիս վրա այնքան ընկերներ թաղելուց հետո այսքան ապրելուց ամոթ մնաց եւ ուրիշ ոչինչ։ Ամեն մեկը չի, որ դիմանում է այս ամոթին։ Ամեն մեկը չի։ Բայց հանձնվելն էլ չգիտեմ։ Մենք իրավունք ունենք ներվելու, մենք իրավունք ունենք ներսրտելու, ցիտելու, վերապրելու, դա մարդկային է։ Դա է մարդուն անասունից զանազանում էլի։ Բայց դրանից հետո երկու երկ կա, կամ այս սուրը տանում ես Սասունցի Դավիթի նման, կամ սուրը դնում ես ու գնում ես։ Բայց ես իմ սուրը պիտի փառքով դնեմ պատյան։ Ես այտենց եմ որոշել։ Որովհետև ես համարում եմ, որ կյանքում ինչի հասնում ես, դա քո որոշման արդյունքում ես դու հասնում, ոչ թե պատահականությունների, չէ, որոշման արդյունքը։ Ես որոշել եմ, որ իմ սուրը միայն պատվով պետք է դնեմ պատյան։ Եվ քանի որ Կոնստանտին Նորբելյանից խոսեցինք, ես մի փոքրիկ բան եմ ուզում ցույց տամ, որ մենք վերապրենք էլի, մենք ինչ ունեինք։ Ու երբ որ սովետական միությունում ջազ բառը արգելված էր, մենք ջազի անսամբլ ունեինք Կոնստանտին Նորբելյանի ղեկավարության տակ։ Ու մենակ մենք ունեինք դա։ Իսկ իրան փոխանցեցին, այսինքն այս Կոնստանտին Նորբելյանի եղբոր տղա Կոնստանտին Նորբելյանի փոխանցեցին մեկով, որը պատրաստ է ամեն ինչի վերով քայլել իշխանությունը ծառայել։ Սենք մի հատ վերապրենք։ Дорогие друзья, в этот праздничный вечер вас приветствует Государственный эстрадный оркестр Армении, художественный руководитель оркестра, заслуженный артист республики, композитор Константин Орбелян. А сейчас давайте мысленно перенесемся на улицы и проспекты нашего Еревана. Իսկական թվականների դայնագրությունն է։ Կոնստանտին Նորբելյանը 12-13 տարեկան է եղել, երբ որ մոդը ձերբակալել է։ Հորներ, ոչ գենեսիվիչ։ Իսկ երբ պատերազմ գերի անկնում գերմանացիների մոտ։ Եվ գալիս է 12 տարեկան երեխան Հայաստանում սովահար։ Եվ սկսում է դաշնամուր նվագել, դաշնամուր լավ է նվագում։ Քիչ-քիչ ինքն է 12 տարեկան սովամահից փրկված երեխա է սա ստեղծել էս անսամբլը։ Մենակ հայ կարող է sense բանել։ Այն ժամանակ երբ որ սովետում ջազ բառը ով արգելված է։ Բայց Հայաստանի էստրադայինը սովետական միության եւ ոչ միայն սովետական միության ամենահայտնի նվագախմբերից էր։ Իսկ հեսա տեսեք։ Այսօր մենք ինչ ենք լսում։ Ինչ ենք ստեղծում մենք այս լենու բոլ աշխարհում։
Ուր կորավ մեր հայը։ Այս գենը ուր կորավ, ու գնաց։ Գենը ոչ միտեղ չի գնաց։ Հիմա էլ Տիգրան Համասյան ունենք։ Տարբերությունը գիտեք, որ նա ուղղակի որ այն ժամանակ այս երկիրը Նիկոլները չեն ղեկավարում։ Այս է։ Հիմա էլ կան այս մարդիկ, ասում Տիգրան Համասյան ունենք հիմա էլ։ Էլի մարդիկ ունենք։ Բայց հիմա տեսեք Տիգրան Համասյան կա։ Համաշխարհային արժեք այս ասպալեզում։ Բայց ցավոք երկիրը դա ղեկավարում Փաշինյան Նիկոլ ու կից մետաստազներ, որոնց էսթետիկական մակարդակը, խոսակցական, ճաշակը, ամեն ինչ չացած անդեր, որ իրանք հանկարծ իրանց ուսիմլյոննի նվաստացված չզգան, որտեղ իրանք կամֆորտով են, և ոնց կարող էր ասենք սածանվել են, այս միջավայրում ոնց կարող ասենց ծնվի, ոնց նայում եմ կորուստ ու կորուստը, ոնց նայում եմ, մարդկային չէ մենակ երկիրը չէ, մենակ հոգեկան հավասարակշռության կորուստ չի, ամեն տեղ է կորուստ, մենակ մի բանի պատճառով, որ երկիրը հանձնել ենք սելջուկներին, այն հայրենիք սելջուկներին, որոնք նույնիսկ թուրքերն են վիրավորվում, որ դրանց թուրք ես ասում, իսկ մենք դրանց ձայն ենք տալու, որի վրա իրենք էլ են զարմացած, ոնց կարող եք ազգ եք պատկար, և իրանց տեսակետից, երբ որ մենք դավաճանին թուրք ասելով ձայն ենք տալի, առավել ևս իրանց տեսակետից մենք ապրելու իրավունք չունենք, ու շատ օբյեկտիվորեն դա տենց է։ Դե հագլուխկով է, որ Օրբելյան ես ունեցել, Շարժնազարն ունես, Տիգրան Համասյան ունես, Արամ Խաչատրյան ունես, հայ ինչքան ուզում ես գոռա դրա մասին, բայց փաստացի դու հիմա ունես Նիկոլ Փաշինյան, երրորդ անգամ քո կոտրած ձեռով տանում ես երկիրը տալիս ես ձեռը, որ ասի, հա բա ոնց պետք է Բաքու էլ գնան, բա ամեն ինչ պետք է տան, բա ինչ, Արարատի մի նայեք, վերջ։ Խոսքով։ Որոշման հարցը, ով գնում է, առանց նեղանալու, ով մնում է կռիվանելու, բարի գալուստ կլուբ, այսօր համար այսքան։